Ընկերներ կոչվող արկղի կողքին գտնվում էր ընկերներ, որոնց դավաճանել եմ անունով արկղը։ Եվ այդպես շատ սովորական և անսովոր անվանումներով արկղեր կային գրված։ Դրանք վերաբերվում էին իմ կարդացած գրքերին, հումորներին, որոնց վրա ծիծաղում էի, ստերին, որոնք հորինել էի, իմ բոլոր մեղքերին, ասածս ցանկացած բառին։ Ես ապշած էի, քանի որ չէի հավատում, որ 17 տարեկանում այսքան շատ ժամանակ եմ ունեցել և այսքան շատ քարտեր կուտակել, բայց ամեն քարտը գրված էր իմ ձեռագրով, և բոլորի վրա իմ ստորագրությունը կար։ Երբ վերցրի երգեր, որոնք ես լսել եմ արկղը, տեսա, որ այն երկարացրած էր ամբողջը տեղավորելու համար։ Քարտերը շատ խիտ էին դասավորված և 2-3 մետր հետո նույնիսկ չէր երևում դրանց վերջը։ Ես հետ դրեցի այն, ամաչելով ոչ թե իմ լսած երաժշտության որակի համար, այլ դրա վրա ծախսած այդքան շատ ժամանակի և արխիվում զբաղեցրած տեղի համար։ Այնուհետև ես կտա իմ մտքերի և ցանկությունների մասին արկղը։ Արագ հանեցի քարտերը և տեսնելով դրանց բովանդակությունը, քարացա։ Ես ընկճվեցի, զայրացա, ու միակ միտքը, որ ունեցա այդ պահին այն էր, որ ոչ ոք, ոչ մի դեպքում չպետք է տեսնի այս քարտերը։ Ես ցանկացա այրել դրանք, բայց ոչինչ չստացվեց, որովհետև դրանք պողպատից էլ ամուր էին։